աշակերտներ, գործընկերներ, ուրախ եմ, որ այսօր ներկա եք մեր դասին, այսօրվա մեր դասի թեման հովիվն ու մսավաճառն է, Ավետիք Իսահակյանին, դուք արդեն այս դասի 4-րդ դասաժամն է, բացի դասի հիմնական թեմայից ունենք նաև բարի մասին տեղեկություններ, ծանոթացել ենք բարի բառերով, ինչպես եք հասկանում, եզակին որն է, հոգնակին որն է, Արեք? Եվ շատ է հոգնակին, իսկ մեկ հատ է եզակին։ Ձեզ անցնում ենք դասի հիմնական նպատակին։ Ձեզ համար գեղեցիկ ծրագիր եմ պատրաստել դասի նպատակին։ Մենք ուսումնասիրելու ենք մի պատմություն, շատ խորամանկ մի պայմանի և ավելի խելացի մի լուծման մասին։ Մեր նպատակն է հասկանալ ինչ է իրական արդարությունը և ինչպես կարող է սուրբ միտքը հաղթել անարդարությանը։ Դասի վերջում ունենալու ենք հետևյալ վերջնարդյունքները, յուրաքանչյուր սովորող արտահայտի սեփական տեսակետը, հիմնավորելով այն կիրառի բայերը, բանավիճի, արդյոք հովի արարքը խելացիություն է, թե խորամանկություն և կկիրառենք քույզիս գործիքը։ Հիմա անցնենք առաջին տնային աշխատանքի։ Ասել են երեքի մասին եք գրել։ Հիմա ընթացքում կմոտենամ, կստուգեմ, տեսնեմ գրել եք թե ոչ, նաև կներեք, ինչպես դուք գիտեք, մեր դասարանում ունենք ծնող, ով համագործակցում է Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ։ Տաթև Սարգսյանը, որպես հոգեբան, ձեզ կներկայացնի հենց այս տարբերանշանի մասին։ Շնորհակալություն գնահատելի համար, բոլորս տենց ինչ-որ գաղափար ունենք Կարմիր խաչի մասին, չէ՞։ Ու ասենք, որ լսում եք Կարմիր խաչ, ինչ եք հասկանում։ Եկեք նաև մտադրող կազմակերպենք, հետո ես պատմեմ Կարմիր խաչի ստեղծման պատմությունը։ Լրացում խնդրում եմ, լսենք Տիգրանին։ Հայկական Կարմիր խաչը ստեղծվել է մարդասիրական նպատակով, օգնություն է ցուցաբերում աղետների, պատերազմների, հիվանդությունների ժամանակ։ Հայաստանը այս կազմակերպության անդամ է և ունի ազգային մասնաճյուղ։ Տիգրան, Տաթև Սարգսյանը դրա մասին նշեց։ Ես եմ որոշում, որ պետությանը օգնեմ։ Ես աշխատում եմ Հայկական Կարմիր խաչում, միջազգային Կարմիր խաչում, պատկերացրեք։ Ես որոշեմ, որ պետությանը օգնեմ։ Բա իմ գործառույթը ո՞րն է, երեխաներ։ Բոլորին կարիքավորներին և հնարավորինս հարթել բոլոր վեճերը, ճիշտ է, ապրեք։ Անցնենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի։ Պաշտպանելու խաղաղությունը, կրթությունը ու գիտությունը։ Ինչ եք հասկանում միավորված ազգերի կազմակերպությունը ասելով։ Նշանակում է, որ նրանք միասին աշխատում են Հայաստանի և այլ երկրների հետ, իսկ ինչ նպատակ ունեն նրանք։ Նպատակը ո՞րն է։ Հարթել վեճերը։ Այժմ խնդրում եմ ներկայանալ ըստ խմբերի և ներկայացնել ձեր բանավեճը։ Դատավոր արդար վճիռ կայացրու։ Այս մարդը մի քանի օր առաջ եկավ Սարը, 20 ոչխար գնեց, խոստացավ հետո փողը տալ, իսկ հիմա եկել է և ասում է, որ ինձ չի ճանաչում։ Սուտ է ասում, Աստված վկա, ես սրա երեսը չեմ տեսել, ու մնաց հետ առևտուր անեի։ Ես չգիտեմ, որին հավատամ։ Երկուստ էլ Աստծուն եք վկա բերում։ Աստծուց բացի այնտեղ ուրիշ վկա չկար։ Սարի գլխին ենք, այնտեղ ուրիշ վկա չկար, հովիվներ, մսավաճառներ, ոչխարներն էին, բերերն էլ Աստված, էլ վկա չկար։ Աստծուն չեն կարող հարցնել, ոչխարներն էլ չկան, ում հարցնենք, այ հովիվ, լավ մտածիր։ Հովիվ, դու ասում էի, որ այս սարի գլխին մի քար կա, որին վրա նստել և առևտուր էինք անում։ Գնացեք այդ քարը բերեք, մենք այդ քարին կհարցնենք։ Լավ։ Հաստատ ուրիշ վկա չկար, դու ինչ ես խաբում։ Ոչ, չեմ խաբում։ Դատավոր, թույլ տուր գնալ տուն։ Ոչ, սպասիր հովին։ Ներողություն, դատավոր, դուք մեզ ծաղրում եք։ Ոչ, ինչու եք այդպես մտածում։ Որովհետև այդ քարն այնքան մեծ է, այնքան ահռելի, որ նույնիսկ նրանք տեղից չեն կարող շարժել, ու մնաց բերեն այստեղ։ Ես հասկացա։ Ես հրամայում եմ, որ ձեզ բաց տարեն և ոչխարների գինը առնեն ձեզանից։ Շնորհակալություն ձեր դերային խաղի համար։ Մի այսպիսի հարց։
եթե հանկարծ մեր դատավորները չհասկանային, որ մեր մսավաճառը սուտ է ասում, ինչ կլիներ, Այդ մսավաճառը բոլորին կխաբեր և բոլորին փողերը կվերցներ։ Այո, այսինքն հովիվը միակը չէր լինի, որ նրանք հովիվ էր ինչ կլիներ։ Հովին հետ շատ բադ կլիներ։ Հովին կմեղադրին, որ ինքը սուտ է ասում և իրեն բան կտանեն։ Այո, դա էլ է տարբերակ։ Արդարության կշեր, տեսնում եք, գրիչ աշխատում է մեր այստեղ։ Դուք եք որոշում մսավաճառի արարքը բնութագրել, թե հովի արարքը բնութագրել կաններով փորձում եք բնութագրել մսավաճառին և հովիվին։ Հիմա շատ արագ գրում եք, հենց մեր էկրանի կշերքին էլ ամրացվող հովիվի նժարը, որովհետև նա ավելի արդարամիտ էր, ավելի ճշմարտախոս էր և ազնիվ։ Շնորհակալություն, որպեսզի ամփոփեք, նաև ունենք հարց ու պատասխան առաջադրանքը, որտեղ հարցերը ոչ թե կազմում եմ ես, այլ կազմում եք դուք։ Կազմում եք յուրաքանչյուր խումբ մեկական հարց եք կազմում և բերում եք դնում մեր զամբյուղի մեջ։ Հետո ընտրում եք մասնակիցներ, ովքեր այդ հարցերը կարդում են, իսկ մնացածը փորձում են պատասխանել և հարց ու պատասխանի միջոցով ամփոփում եք մեր դասը։ Շնորհակալություն բոլոր հարցերի և բոլոր պատասխանների համար։ Հիմա անցնում ենք առաջ։ Ձեր ամենասիրելի խաղը։ Ույզիս, հիմա բացեք ոտը և սկսենք։ Անունները գնում են հայապտարում։ Ինչ վերաբերյալ է այս խաղը։ Միացնում եմ ուշադիր, սկսեցինք։ Շնորհակալություն բոլորին։ 10 ճիշտ պատասխան։ Ով կասի, չեմ ցույց տալիս բայը։ Գործողություն կամ երելություն։ Անցանք հաջորդ հարցին։ Հիմա գնանք արդյունքներին։ Պետք է հիմա ներքևում ձեր արդյունքները նայեք, դիտարկեք և հաջորդ անգամ, որ այլևս չսխալվեք։ Մեկս մյուսին ծափահարեք։ Հարմանալու համար և շատ հետաքրքիր առաջադրանք եմ կազմել ձեզ համար թափառող թերթիկ։ Դուք սա սիրում եք։ Այս հնարը շատ եք սիրում։ Բայց այս հնարը մի կարևոր պայման ունի, որ պետք է աշխատենք ինչպես լուր։ Այս աշխատանքի ընթացքում մասնակցում են բոլորը և անհատական խմբեր չկան։ Ոչ մեկ մյուսին չի օգնում, չի խանգարում։ Ելեք թերթիկները, անցնում ենք առաջ։ Կատարում ենք մեր այսօրվա դասի գնահատումը։ Յուրաքանչյուր գույնի թղթի վրա գրում ենք ինչ իմացաք, ինչ եք կարողանում և ինչը կարևորեցիք այս դասի ընթացքում։ Իսկ մեր դերին կխնդրեի, որ 3-2-1 հնարով գնահատենք մեր այսօրվա դասը։ Շնորհակալություն ձեր բոլոր կարծիքների համար, ինձ համար շատ կարևոր է, թե դուք ինչ իմացաք, այս դասից հետո ինչ կկարողանաք և ինչը արժևորեցիք։ Ձեր տնային աշխատանք։ Գրեք նամակ։ Նամակները իհարկե չենք կարդալու, նամակները ոչ մեկ չի կարդում, չէ՞ մեկը մյուսին, բայց ես կհարցնեմ ձեր զգացածի մասին, լավ, կպատմեք, թե ինչ եք զգացել այդ պահին։ Որպես գործընկեր և որպես մեթոդմիավորման նախագահ։ 3 բան, որ սովորեցի. դասվարի բարեվարկությունը, ՏՀՏ-ով զինված լինելը, աշակերտների հմտությունները։ 2 բան, որ հետաքրքրեց, աշակերտների ներառականությունը, ես բոլորին տեսա, բոլորի ձայնը լսեցի, ոչ մեկը չմնաց տվերում։ Իսկ դա շատ կարևոր էր և
որպես մասնագետ միջառարկայական կապերի ապահովումը շատ միջառարկայական կապեր տեսա ես, որը ողջունելի է։ Եվ մեկ բան, որ կարևորեցի, ՏՀՏ գործիքներով դեր կողմից հմտորեն օգտվելը։ Դա շատ կարևոր է։ Շնորհակալություն։